տապալել են գետնին եւ քաշ տարով տարել են գցել են մեքենայի մեջ։ Ընդդիմադիր Մայր Հայաստան կուսակցության առաջնորդը նկարագրում է, թե ինչպես են իրենց թիմակցին այսօր մի խումբ տղամարդիկ նախընտրական շտաբի մոտից ուժով խցկել մեքենան ու տարել։ Անդրանիկ Թևանյանն ասում է, ավելի ուշ են տեղեկացել, որ այդ տղամարդիկ ոստիկաններ են եղել։ Իրապահ կոչված մարմինները քաղաքացիական հագուստով մայթի վրա կանգնած քաղաքացուն մոտեցել են, տապալել են գետնին եւ տարել են ոստիկանություն։ Մայր Հայաստանն էլ է պայքարում Վաղարշապատի համայնքապետի պաշտոնի համար, ակտիվ քարոզարշավ են անում ու սուր քննադատում գործող իշխանությանը։ Ոստիկանություն տարված Օննո Հարությունյանն ընտրական ցուցակում չկա։ Իրենց համակիրներից է ու մասնակցում է քարոզարշավին, պատմում է Թևանյանը։ Մենք կարծում ենք, որ դա Մայր Հայաստանի աջակից լինելու հանգամանքով է, որովհետև դա առաջի դեպքը չի։ Ոստիկանությունից Ազատության հետ զրույցում հաստատեցին, Էջմիածնում մի քաղաքացու ձերբակալել են խուլիգանության կասկածանքով, գործն էլ փոխանցել քննչականին։ Ինչ է արել Օննո Հարությունյանը, որ շտաբի մոտից ձերբակալել են, ու ինչու են նրան բաժին տանող ոստիկանները քաղաքացիական հագուստով եղել։ Ոչ ոստիկանությունից, ոչ էլ քննչականից ժամեր շարունակ բացատրություն չկա։ Երեք ավտոյով, մի ավտո եկավ իմ ձեռքերը բռնեց։ Օննո Հարությունյանին բաժին են տարել կուսակցության Էջմիածնի շտաբի մոտից։ Այդ պահին նրա հետ եղել է իր մտերիմներից մեկը Արմինեն։ Մայր Հայաստանից Գևորգ Ստեփանյանն ավելի ուշ տեսանյութ հրապարակեց, որտեղ Արմինեն հուզված պատմում է, թե ինչպես են ոստիկանները հետապնդել, ապա գետնին տապալելով մեքենայի մեջ գցել Փաշինյանին քննադատող Հարությունյանին։ Ավտոմեքենայից եկից հանեցին, ուսած խփեցին գետնին, փոշով իղտոտ տարան դրեցին ավտոյի մեքենայի մեջ ու տարան։ Իմ հեռախոսներ վերցրեցին ձեռքիցս, ասեցին իրավունք ունեք վերցնեք, շպրտեցին ավտոյի մեջ, այդպես արհամարական ասեցին, դու էլ քո հեռախոսներ գնում, այդպես երեք ավտոներ դրա հետևից քշեցին գնացին։ Ձեզ ողջունում եմ Մայր Հայաստանը։ Մի քանի օր է ընդդիմադիր կուսակցության շուրջ իրավական կրքեր են։ Օրեր առաջ կուսակցության ղեկավարը տեղեկացրեց, որ Վաղարշապատի համայնքապետի իրենց թեկնածուի ու ցուցակի երկրորդ համարի դեմ քրեական գործեր են պատրաստում։ Այսօր գլխավոր դատախազությունից Ազատությանը փոխանցեցին, ԱԱԾ-ից հաղորդումներ են ստացել ու ընթացք են տվել։ Համայնքապետի թեկնածուն Գրիշա Հարությունյանն է, որ նախկինում մարզի Դողս համայնքի ղեկավարն է եղել։ Դավիթ Կարապետյանը ծաղկունքի, երկու թեկնածուն էլ պաշտոնավարել են Փաշինյանի իշխանության օրոք, մինչև 2021 թվականը, բայց Վաղարշապատի նախկին գյուղապետերը իրավապահների թիրախում հայտնվել են հրաժարականից 4 տարի անց, Վաղարշապատի ընտրություններից օրեր առաջ։ Այս 7 տարի հանկարծ պարզվեց հենց Մայր Հայաստանի ցուցակի վերին հորիզոնականներում հայտնվեցին, միանգամից այդ հիմքերի մասին հիշեցին։ Խայտարակություն ուղղակի։ Անդրանիկ Թևանյանը պնդում է, իրավապահներն իրենց թիրախավորել են վախեցնելու, ճնշելու նպատակով։ Որ իրենք հաշվել են, որ իրենց թեկնածուն Խոյից է, նախկին ղեկավարն է, Խոյից իրենք մտածում են, որ բարձր ձայներ կտանենք, վեներ կստանան։ Էջմիածնում շատ լավ գիտեմ, որ վարկանիշը ցածր է ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի։ Մտածել են Խոյ միացնեն, Խոյից թեկնածուն դնեն եւ Խոյի ձայներով փորձեն կոմպենսացնեն բացասական վարկանիշը Էջմիածնում։ Մենք ինչ արեցինք, մենք հենց Խոյ համայնքից թեկնածուներ առաջադրեցինք եւ իրենց պլանները խառնեցինք եւ դրա համար էլ հարձակվել են Մայր Հայաստանի դեմ։ Նախընտրական քարոզարշավը կավարտվի 2 օրից, ընտրություններն այս կիրակի են, 9 ուժ է պայքարում, ընդդիմադիրները իշխող ՔՊ-ին մեղադրում են վարչական ռեսուրսը չարաշահելու համար, դիտորդական կազմակերպություններն էլ են դրա մասին ահազանգում, որ քարոզարշավի օրերին ընտրողների տանիքներն են նորոգում, համայնքը բարեկարգում։ Հայտնի բանաձև կա, ասում է յուրայիններին ամեն ինչ հակառակորդներին ճակերտավոր օրենք։ Էջմիածնի ընտրություններին այսօր խորհրդարանում անդրադարձավ նաև վարչապետ Փաշինյանը, իրենց ուղղված մեղադրանքներին չարձագանքեց, ընդհանուր ընտրակաշառքի մասին խոսեց, թե իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Հիմնական գործող անձը այդտեղ պետք է լինեն իրավապահները, ովքեր կարողանան հայտնաբերել եւ միջոցներ ձեռնարկել ընտրակաշառքի եւ նմանատիպ դրա նման առնչվող հարակից բոլոր դեպքերում։